Իսկապես արևմտյան Ադրբեջան խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության օրակարգում եւ երկու երկրների կողմից համաձայնեցված տեքստերում, երկու երկրների կողմից իրականացվող արդեն որոշակի առևտրային համագործակցության եւ հետագա ուրեմն հաշտեցման բանի կոնտեքստում եւ արևմտյան Ադրբեջան ասածը մենք ընկալում ենք ուղիղ սպառնալիք մեր տարածքային ամբողջականություն այն պարզ պատճառով որ արևմտյան Ադրբեջան չի եղել արևմտյան Ադրբեջան եթե իրանք դա տարածքային բան նկատի ունեն դա տեղավորվում է այս իրական Հայաստանի Հանրապետություն ինչ որ մասի հաշվին պիտի լինի Հիմա իհարկե մենք խաղաղություն հաստատել ենք հիմա մեկ ուրիշն եք ասի բա ոնց է որ այդ խնդիրը կա բոլոր խնդիրները լուծված չեն այդ տենցներ գործը թաց եղած բրծած կլիներ դա մի փխրուն process է որը հաստատված է բայց դեռ պետքա հոգ տանել այդ խաղաղության մասին պետքա այս կարգի խնդիրներն լուծել եւ այլն իսկ երաշխիքը որ արևմտյան Ադրբեջան այս Հայաստանի Հանրապետության հաշվին չի լինելու դրա ուղիղ երաշխիքը այս Հայաստանի Հանրապետության ճանաչումն Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մնացած այլ հաստատքներով որը եւ ընդհանուր 3 րոպե ունենք, խնդրեմ, առաջ կարճ։ Հենց խոսքը սրա մասին է, ստորագրեց ինչ որ փաստաթուղթ, նախ չի ստորագրել, բայց ստորագրեց, խախտեց իր փաստաթուղթը, ինչպես օրինակ վերցնենք, Սիրիան եւ Թուրքիան որևիցե խնդիր չունեին, բայց Թուրքիան ներխուժեց եւ ոչնչացրեց Սիրիան։ Նույն կերպով դուք ունեք երաշխիք, որ երկու կողմից, այնտեղ ընդամենը 30 կիլոմետր է Սյունիքի պարանոցը։ Երկու կողմից չի ներխուժելու եւ ինչպես հայտնի ֆիլմում է ասում, տապանակար չի դնելու հայոց աշխարհի։ Սաֆարյան, որպեսի Իմ հարցը հետեւյալն է, երաշխիք կա, լսեցի ձեր հարցը, որպեսի 100 կամ 1000% երաշխիք լինեն, բոլոր պետությունները պետքա ոչնչացման պատերազմ մղեն միմյանց դեմ, չկա հարևանը, չկա ուրեմն 100% երաշխավորված է, որ նա երբևէ քո նկատմամբ որևէ բան չի անում։ Որ այդ հարևանը նկրտում ունի։ Ես ասում եմ, որ մեր միջև հաստատված է խաղաղություն եւ սկսված է համագործակցություն առանձին հարցերում, բայց կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն, չկա ընդհանուր ընկալում փոխըմբռնում եւ այդ հարցերը չեն տեղավորվում մնացած եւ նորմալ պոզիտիվ ընթացող խաղաղության երաշխիք չունեք։ Չի կարող երաշխիքը խաղաղության փոխշահավետությունն է։ Էլի տանում եք երաշխավորների խոսակցության, էլի տանում եք երաշխիքների խոսակցության չեմ տանում։ Ինչ շահ պետքա դուք տակ Ադրբեջանին, որ նա Հայաստանը չգրավի։ Քիչ առաջ որ գրավեց ամբողջ շահը վերցնելու է։ Քիչ առաջ ասվեց, օրինակ, ես էլ դրան արձագանքեցի, Հայաստանի Հանրապետությունը չպիտի ինքը նախ թշնամաբար տրամադրվի իր ողջ միջավայրի նկատմամբ, լինի ավակ եղբոր շահերի ներկայացուցիչը եւ շարունակի լինել Պարոն Սաֆարյան, Տիկին Վարդանյան 20 վայրկյան խնդրեմ։ Պարոն Սաֆարյան, ձեր հարցին բաց պատասխանում են, ունա երաշխիք։ Ալիևի խոսքն է եւ ասում է մենք ենք ճշնամանք սերմանել, ոնց ավելի պարզ ասի։ Միայն պարզ բան։ Արևմտյան Ադրբեջանը ուղղակի խոսույթ չէ, մինը սերմացրեք։ Ալիևը անձամբ իր աշխատակազմից ֆինանսավորում է այդ ՀԿ-ն եւ մեր արտաքին հետախուզական ծառայությունը հսկայական գլուխ է նվիրում այդ ծրագրին, ասում է դա սպառնալիք է։ Հիմա դուք ինչի դեմ եք պայքարում նոր այդ ես Ես ասում եմ, որ դուք 8 տարի Ադրբեջանի մի պահանջի չեք կարողացել դիմագրավել։ Սրաներ չեք կարող։ Տիկին Վարդանյան, Այդպես դուք դիմագրավելով Պարոն Սաֆարյան, մի գոռացի տես, վերջ։ Այո։ Կաս դուք եք հանձնել, Մենք պետություն ենք ստեղծել։ Տիկին Վարդանյան, հիմա լսեք, որ 2 տարում կորցրել եք։ Շատ կարճ պարոն Վարդանյանը եւ ավարտում ենք, որովհետեւ դուք պարոն Խաչատրյանին կզրկեք հարցի իրավունքից, այսպես չի լինի, խնդրեմ։ Պարոն Միրզոյան, վերջ, շատ կարճ պարոն Վարդանյան, խնդրեմ։ Հայացական Ադրբեջանը մցնում է Չեք կարող դուք անընդհատ խոսել։ Պարոն Վարդանյան, 10 վայրկյան։ Ամբողջ ցավը նրանում է, որ իսկապես այդ արևմտյան Ադրբեջան խոսույթը նույնիսկ ինստիտուցիոնալ մակարդակում իրենք տարածում են դրա շրջանակներում էլ ցավով եմ ասում այդ նույն 300,000 ադրբեջանցիների թեզն են տարածում ու դա մի վարքյան ու դա հենց ամբողջ խնդիրը նա է որ դուք դրան չեք հակադարձում ավելին դա արդեն ակնհայտ է դառնում որ դուք չեք կարող ասել այ դրա համար Պարոն Վարդանյան, մի վարքյան։ հեռանա